Երբ քաղաքական քայլերը եւ ուժային փոփոխությունները համընկնում են նույն կարճ ժամանակահատվածում, բնական է հարցնել, թե ում էր ձեռնտու այդ լուր վերադասավորումը։ 1992 թվականի ապրիլի 14-ի առավոտը Ստեփանակերտի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող բնակարանը, որտեղ ապրում էր 33 տարեկան Արթուր Մկրտչյանը, դարձավ այն մեկուսի վայրը, որտեղ ողբերգականորեն ավարտվեց ինչ-որ մեկի կարիերան եւ մեկնարկեց մեկ այլ անձի անդադար բարձրացումը դեպի գագաթ։ Արթուր Ասլանի Մկրտչյանը ոչ պարզապես ղեկավար էր կամ պաշտոնյա նորաստեղծ անկախության ատյանում, այլ այն քչերից մեկը, ով փորձել էր պահպանել միայն խորհրդարանական ճանապարհը այն պահին, երբ շուրջ զանգվածային զինված խմբավորումներ սկսում էին նկատվել իշխանապայքարում։ Նրա նախագահությունը տևեց միայն 97 օր, հունվարի 7-ից մինչև ապրիլի 14-ը, բայց այդ պարզապես 3 ամսում քաղաքական լանդշաֆտը փոխվեց այնքան արմատապես, որ երբ Մկրտչյանի մարմինը հայտնաբերվեց իր բնակարանում, խորհրդավոր եւ անբացատրելի հանգամանքներում երկիրը մեծ մասամբ լռեց, իսկ պաշտոնական քննությունը փակվեց այնքան արագ, որ մազերս խառնվում են հարցերի հետ։ Գերագույն խորհրդի ընտրությունները հունվարի 7-ին եւ 8-ին տեղի ունեցան։ Արթուր Մկրտչյանը ձայները ստացավ 44-ը 48-ից։ 14-ի գանգատներից մեկը եկավ Ռոբերտ Քոչարյանից, որին առաջարկվել էր նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, բայց Գերագույն խորհրդի մեծամասնությունը քվեարկեց դեմ։ Նախագահի առաջին տեղակալի աթոռը այսպիսով դատարկ մնաց։ Նման քաղաքական դիտազնությունը, երբ չես թողնում մրցակիցիդ առավել կարևոր պաշտոնը, նշանակում էր խորհրդարանական զսպումների խաղ, հավասարակշռության որոնում, բազմակուսակցական համակեցություն։ Բայց այս դիտազնությունը խնդիր էր դառնում նրանց համար, ում համար խորհրդարանական զսպումները պարզապես արգելք էին իշխանության արագ կենտրոնացման ճանապարհին։ Մկրտչյանը ծանոթ էր որպես մտավորական, պատմական գիտությունների թեկնածու, Մոսկվայում պաշտպանած ատենախոսություն, Հադրութի երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն, ներգրավված Արցախյան շարժման առաջին օրերից։ Նա ոչ զինվոր էր եւ ոչ էլ ուժային մեխանիզմի մարդ։ Նրա հասարակության մեջ փորձը ավելի հոգեվոր էր, քան ուժային, բայց հենց դա նրան դարձնում էր անհարմար այն մարդկանց համար, ովքեր արդեն իսկ հիմնում էին իրենց հզորությունը զինված խմբերի վրա, այլ ոչ թե արծարծվող ձայնի եւ քվեների վրա։ Հենց ապրիլին, երբ նրա մահից հետո Գեորգի Պետրոսյանը ստանձնեց նախագահի պարտականությունները, քաղաքական իմաստությունը բոլորին հասկանալի դարձավ։ Արցախը անցնում էր խորհրդարանական դեմոկրատիայից գործադիր կենտրոնացման մոդելի։ 7 ամիս հետո օգոստոսին ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, որի նախագահ դարձավ հենց այդ Ռոբերտ Քոչարյանը, ում Գերագույն խորհրդի մեծամասնությունը մերժել էր հունվարի 8-ին։ Միայն 2 տարի հետո, 1994-ին, Քոչարյանը դարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ։ Հետագայում նա վարչապետ դարձավ Հայաստանում, իսկ 1998-ին նախագահ։ Սերժ Սարգսյանը, ով նույնպես մեկնարկել էր Արցախի ուժային հրամկազմում, դարձավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, այնուհետև երկարամյա գործող մարմին առաջին փոխվարչապետի եւ այնուհետև Հայաստանի երրորդ նախագահ։ Այս ողջ շղթան 16 տարի 1992-ից մինչև 2008-ից մինչև 2018 դառնում էր Արցախի եւ Հայաստանի քաղաքական սյունը։ Բայց հանգուցյանը պատմության մեջ երբեք չհայտնվեցին պատասխանները այն հարցերի, որոնք վերաբերում էին հենց Արթուր Մկրտչյանի սպանությանը։ Պաշտոնական տարբերակը, որ տարածվեց որոշ աղբյուրներում, խոսում էր անփույթ վարված զենքի հետ, կամ նույնիսկ կնոջ կողմից սպանվել է նախանձի հիմքով։ Բայց այս տարբերակները հերքվեցին հավատարմագրերի հիշողություններում եւ քաղաքական դիտորդների վերլուծություններում։ Ոմանք կարծում էին, որ այս սպանությունը պատահական չէր եւ որ դրա հետևում կար քաղաքական շահագրգիռ ուժ։ Հայ Հեղափոխական Դաշնակցության շրջանակներից հետագայում հնչեցին մեղադրանքներ, որոնք ուղղված էին հայ ազգային շարժման եւ նրա հավատարիմ ցանցին Արցախում, Քոչարյանին եւ Սարգսյանին։ Այդ տեսությունը հիմնվում էր այն պարզ թվաբանական վերլուծության վրա, ում էր օգտակար Մկրտչյանի անհետացումը։ Հավասարումը պարզ էր։ Արթուր Մկրտչյանը խորհրդարանական, մտավորական, դաշնակցության մարդ էր, ով չուներ զինված խմբերի աջակցություն, իսկ ուղակի զենքի հզորությունը արդեն իսկ դարձել էր քաղաքական արգումենտների դաշտում կենտրոնական։ Մինչ Մկրտչյանը ջանում էր նվազագույն պահպանել խորհրդարանական ձևը, նրա հակառակորդները կառուցում էին գործադիր հռետորական։ Հետպատերազմյան շրջանում, երբ բոլոր աղբյուրների ուշադրությունը կենտրոնացած էր ռազմական ճակատի, Ստեփանակերտի քաղաքական դահլիճի խաղերը անվերահսկելի մնում էին հանրության աչքերից։ Իսկ այդտեղ հենց այդ 97 օրը ստեղծվեց այն լռությունը, որ ընկերները, նախկին գործակիցները եւ մտահոգ քաղաքացիները հետագայում կանվանեին Արցախի սև նիշը։ Արթուր Ասլանի Մկրտչյանը ծնվել էր 1959 թվականի փետրվարի 16-ին Հադրութում։
Բարդ շրջան էր։ Խորհրդային միության ներքո շրջանային անհաշտ քաղաքականությունը արդեն այն ժամանակ պայմանավորում էր անհանգստություն ազգային հարցերի շուրջ։ Երբ նա մեծացավ եւ ուսանեց Երևանի պետական համալսարանում պատմության մասնագիտությամբ, նա տեսավ, թե ինչպես էր Մոսկվան վարվում Լեռնային Ղարաբաղի հետ։ Հետագայում նա մտավ Մոսկվայի Միքլուխո Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրա։ Այնտեղ ուսումնասիրել է ազգագրություն, տեղական ավանդույթներ, հայկական միջնադարյան եւ նորագույն հարցերը։ 1987 թվականին նա պաշտպանեց տեխնացուական ատենախոսությունը եւ ստացավ պատմական գիտությունների տեխնացուի աստիճան։ Հետո նա վերադարձավ Ստեփանակերտ եւ մի քանի տարի աշխատեց Հադրութի երկրագիտական թանգարանում որպես տնօրեն։ Դա լավ պաշտոն չէր ռազմական իմաստով, բայց մտավորական եւ մշակութային։ Նրա կինը Գոհար Մկրտչյանը, երկու որդի Արեգը եւ Սևակը սովորական ընտանիք էին, ով փորձում էր կենալ հանգիստ ժամանակաշրջանում։ Բայց երբ Արցախյան շարժումը սկսվեց 1988 թվականին, Արթուր Մկրտչյանը դարձավ շարժման միականավոր ներկայացուցիչ։ Նա ակտիվ մասնակցություն ունեցավ շարժման զարգացման մեջ, կազմակերպեց Հադրութի շրջանի ինքնապաշտպանական հարցերը։ Սա էր այն ժամանակաշրջանը, երբ հայ բնակչությունը Արցախում զգում էր սպառնալիք եւ հրամայել էր ինքնապաշտպանվել առանց որևէ պաշտոնական բանակի։ Հետո եկավ անկախության հռչակումը։ 1991-ի սեպտեմբերին Արցախը հռչակվեց անկախ հանրապետություն եւ դեկտեմբերին հանրաքվեով հաստատվեց այդ անկախությունը։ Իսկ 7 հունվարի եւ 8 հունվարին կայացավ Գերագույն խորհրդի անդրանիկ նիստը, որտեղ ընտրվեց նախագահ։ 43 ձայն 48-ից։ Մեծամասնությունը քվեարկեց Արթուր Մկրտչյանի օգտին։ Սա խորհրդարանական հաղթանակ էր։ Այն հաղթանակը, որը հիմնված էր դեմոկրատիայի վրա, ձայների արդյունքի վրա, այլ ոչ թե զենքի քանակի վրա։ Բայց հենց այդ 43 ձայները դարձան խնդիր։ Իմաստությունը պարզ էր։ Գերագույն խորհրդի մեծամասնությունը պատկանում էր հայ եղափոխական դաշնակցությանը եւ մի քանի այլ խմբավորումների, ովքեր խորհրդարանական տարբերակը հաստատում էին։ Իսկ ուժային ապարատը, ով ենթակա էր դիմադրության եւ պաշտպանության առանձին հարցերին, ենթակա չէր Գերագույն խորհրդի ամբողջ տրամադրության։ Երբ հունվարի 8-ին Ռոբերտ Քոչարյանին առաջարկվեց նախագահի առաջին տեղակալի պաշտոնը եւ նրա տեխնատությունը մերժվեց մեծամասնության կողմից, ներկայացուցիչները ուղղակիորեն հայտարարեցին. «Մենք չենք ուզում, որ գործադիր մեխանիզմը կենտրոնանա մի մարդու ձեռքում»։ Իսկ Քոչարյանը հենց այդ պահին արդեն էլ ունեցավ զենքի տարբեր համակարգերի հետ շփում։ Մինչև Քոչարյանի պաշտոնական ժամանումը Պաշտպանության պետական կոմիտեի վրա օգոստոսին 3 ամիս անցել էր Մկրտչյանի մահից։ Այդ 3 ամիսը լի էին լռություններով։ Արթուր Մկրտչյանը հետագայում հիշվեց որպես այն մարդ, ով 97 օր լինելով նախագահ պահպանեց խորհրդարանական գործելաոճը այնպես, որ միայն Գերագույն խորհրդի որոշումներ էին պաշտոնական իշխանության արտահայտությունը։ Սակայն նա տեսավ, որ դրսում, երբ Ադրբեջանի հետ ռազմական վիճակը սրվում էր, զինված միավորումները պահանջում էին ավելի արագ որոշումներ, ավելի արագ հրամաններ, եւ որոշումներ, որոնք թվում էին ուսումնասիրական եւ թարգմանված, պարզապես չէին բավարարում։ Երբ Գոհար Մկրտչյանը Արթուրի կինը հետագայում տարբեր հարցազրույցներում զրուցեց, նա բացահայտեց, որ Արթուրը սկսել էր զգալ քաղաքական ճնշում երկու կողմերից։ Մի կողմից որոշ Գերագույն խորհրդի անդամներ, ովքեր մտավախություն ունեին, որ Մկրտչյանը չի կարող արագ բավարարել զինվորական պահանջները, իսկ մյուս կողմից ուժային հատվածը, որ հետևում էր Երևանի ազգային շարժման ցանցից եւ որը զգում էր, որ Մկրտչյանը խանգարում է արագ կենտրոնացման, այս երկու ճնշումը չէր համընկնում բացահայտորեն, բայց երկուսն էլ առկա էին։ Եղավ մի պահ, երբ Քոչարյանը խորհրդարանական դահլիճից արտաքսվեց։ Տեղակալի թափուր պաշտոնը դարձավ խորհրդանիշ։ Իշխանության բարձրագույն պաշտոններից մեկն այդպես մնաց դատարկ։ Իսկ մինչ այդ, հենց խորհրդարանական մակարդակում գոյություն ունեցավ լուռ բախում։ Արթուր Մկրտչյանը խոսում էր խաղաղ խոսքերով, ջանում էր պահպանել շահերի հավասարակշռությունը, բայց դիմացիները խոսում էին զենքով։ Ո՞վ են այդ դիմացիները։ Հենց այս հարցը դարձավ կենտրոնական։ Եթե վերցնենք միայն Արցախում արդյունավետ հզորության բաշխումը 1992-ին, ապա տեսնում ենք Գերագույն խորհուրդը, դաշնակցական, պաշտպանության ուժերի հրամակազմը, թե Երևանի ազգային շարժման մարդիկ, թե տեղական հրամանատարներ, ովքեր մոտ էին Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Երևանի իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանի հայ ազգային շարժումը, ով կարևոր չէր համարում դաշնակցության հզորությունը Արցախում։ Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը 1992-ին իշխանության բերել էր Հայաստանում, նա փակել էր դաշնակցության գործունեությունը Հայաստանում որպես արգելված կուսակցություն։ Իսկ հենց նա էլ Հայաստանի ղեկավարն էր, ով պետք է արձագանքեր Արթուր Մկրտչյանի մահվան վրա խորին կսկիծով։ Խոր կսկիծ, ինչ որ չդարձավ քննություն։ Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ խոր կսկիծով ընդունում են Արթուր Մկրտչյանի սպանության գույժը։
Որակեցին չարանենք սպանություն, բայց հետագա քննությունը չեղավ։ Արցախում քննությունը փակվեց արագ։ Պաշտոնական տարբերակը խոսեց անպատահական դժբախտություն, անփույթ վարվածք, զենքի հետ, եւ ոմանք նույնիսկ խոսեցին նախանձով կնոջ կողմից։ Սակայն մոտակա մարդիկ, ակնարկներ, ովքեր Մկրտչյանին ճանաչում էին, չհավատացին այդ պաշտոնական տարբերակին։ Նրանք խոսեցին, որ իսկական տարբերակը դաս է քաղաքական սպանություն։ Պատահակ է, որ պարտությունից 3 ամիս հետո, 1992-ի օգոստոսին, Ռոբերտ Քոչարյանը դարձավ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, այսինքն գործադիր ապարատի բարձրագույն մակարդակում անհերքելի քաղաքական հզորության հետ։ 2 տարի անց նա դարձավ Արցախի նախագահ։ Երրորդ տարբերակում Հայաստանի վարչապետ եւ հետագայում Հայաստանի նախագահ մինչեւ 2008։ Սերժ Սարգսյանը նույնպես Հայաստանի պաշտպանության նախարար, հետո Հայաստանի երրորդ նախագահ մինչև 2018։ Դա 16 տարիների շարունակական իշխանություն էր։ Դա կոչվում էր Ղարաբաղյան կլան։ Դա սկսվեց հենց այնտեղ 1992-ի ապրիլին։ Արթուր Մկրտչյանի ընտանիքը երբեք չստացավ ճշմարիտ պատասխաններ։ Գոհարը, Արեգը եւ Սևակը չիմացան, թե ով կանգնած էր սպանության հետևում։ Դրանք ապրում էին 20 տարի հետագայում խորհրդավոր միտքներով, եւ միայն քաղաքական դիտորդների զեկուցումներ եւ հուշումներ էին այն, որ մեկ տարբերակ կար Արթուր Մկրտչյանը պետք է անհետանար, որպեսզի լուր հերթափոխումը տեղի ունենար։ Արդյոք Քոչարյանը հրամայել է այդ սպանությանը, թե ուրիշ մեկը։ Պաշտոնական փաստաթղթերը խուսափում են այդ հարցին պատասխանելուց, բայց խորհրդավոր հետագիծը պարզ է։ Երկու հարց կային։ Առաջինը՝ ով շահեց Մկրտչյանի մահից։ Երկրորդը՝ ինչու պաշտոնական քննությունը երբեք չտվեց պատասխան։ Հենց այս հարցերը հանգեցրին այն ելքին, որ տասնամյակներ հետո, հետագայում, երբ Քոչարյանի իշխանությունը դարձավ շուրջ 23 տարի, 2018-ի երևակարար հեղափոխությունից առաջ, մարդիկ սկսեցին նորից զրուցել Արթուր Մկրտչյանի սպանության մասին որպես խորհրդանիշ, ինչպես մի մտավորական նախագահը դարձավ պատմության ողբերգություն, իսկ նրա հակառակորդները դարձան 30 տարի իշխանություն։ Պատահակ է, որ Քոչարյանը 1998 թվականին, երբ նա դարձավ Հայաստանի նախագահ, վերականգնեց դաշնակցության իրավունքը գործել Հայաստանում։ Պատահակ է, որ պաշտոնական քննությունը մնաց երևակայական եւ կասկածները երբեք չպատմվեցին։ Պատահակ է, որ Գերագույն խորհրդի խորհրդարանական մեծամասնությունը, որը քվեարկել էր Քոչարյանի դեմ ցոնվարին, լռեց 2 ամիս անց, երբ Մկրտչյանի մարմինը հայտնաբերվեց։ Պատահակ է, որ պաշտոնական վերսիան խոսեց անպատահական զենքի հետ վարվածք։ Եթե պատահականությունները այսքան բազմաթիվ են, ապա դրանք դադարում են լինել պատահականություններ եւ դառնում են հատկանշական։ Երբ Արթուր Մկրտչյանը սպանվեց, Գերագույն խորհրդի մեծամասնությունը լռեց։ 2 օր անց, ապրիլի 15-ին եւ 16-ին սուգ էր հայտարարված Արցախում, իսկ 17-ին Հայաստանում։ Պաշտպանության ուժերի հրամկազմը հայտարարեց, որ աջակցում է իշխանություններին։ Գեորգի Պետրոսյանը ստանձնեց նախագահի պարտականությունները։ Բայց ով էր Գեորգի Պետրոսյանը։ Նախագահի առաջին տեղակալը, որը երբեք չգոյացրին։ Նա պարզապես սովորական խորհրդարանական անդամ էր, ով հանկարծ ստանձնեց իշխանության ղեկավարումը։ Նա անտարբեր մարդ էր քաղաքական պատմության մեջ։ Իսկ խորհրդարանական մակարդակում, երբ Գերագույն խորհրդի 30 падգամավորներ, ովքեր քվեարկել էին Մկրտչյանի օգտին, սպասում էին պատասխանի, չկար պատասխան։ Բոլորը լռեցին։ Պատմություններում անհետացավ մի ամբողջական գլուխ, եւ երբեք ոչ ոք չխոսեց գլուխների վրա։ Ով էր Արթուր Մկրտչյանը իրականում։ Մի մտավորական, ով հավատում էր խորհրդարանական իշխանությանը այն պահին, երբ շուրջը զենքը սկսեց դառնալ իշխանական լեզու։ Մի մարդ, ով սիրում էր ազգագրություն, երկրագիտությունը, թթյունը, թանգարանները, ովքեր գիտեին, որ իրական պետականությունը ստեղծվում է մշակույթով եւ կրթությամբ, այլ ոչ թե զորավարժություններով եւ զինծառայությամբ։ Մի մարդ, ով պահպանում էր խաղաղ մտահորիզոնը, եւ 4 կողմերում արդեն ռազմական գործողություններ էին։ Բայց երբ նա սպանվեց, դրա խաղաղ մտահորիզոնը խորտակվեց։ Քաղաքականությունը դարձավ ուժային խաղ։ Իշխանությունը նդարձավ այնպիսին, որ խորհրդարանական փաստաթղթերը դարձան պարզապես ձևականություն, իսկ իրական ղեկավարումը տեղակայվեց զինված միավորումների հետ, ովքեր սրբագրում էին դժգոհներին։ Արցախը, որը 1991-ին հռչակվել էր խորհրդարանական պետականություն, դարձավ գործադիր կենտրոնացված կառույց։ Այդ փոխակերպությունը տեղի ունեցավ հենց այդ 97 օրերում, երբ Արթուր Մկրտչյանը նախագահում էր Գերագույն խորհրդին, եւ 2 ամիս անց, երբ նա անհետացավ։ Խորհրդարանական պետականությունը դարձավ պատմություն, իսկ ուժային ապարատը իրականություն։ Երբ հետագայում 2005-ի, 10 եւ 18-ի հայ հասարակությունը սկսեց վերլուծել, թե ինչպես էր դարձել այդ երկարամյա կլանային իշխանությունը, մարդիկ վերադարձան Արթուր Մկրտչյանի դեպքի։ Նրանք հարցրին,
Որտեղից սկսվեց այդ շարունակական իշխանությունը։ Պատասխանը պարզ էր։ Այն սկսվեց այնտեղ, որտեղ մտավորական նախագահի տեղը զբաղեցրին ռազմական ղեկավարները, եւ այն սկսվեց 1992-ի ապրիլի 14-ին, երբ մի սպանություն փոխեց ամբողջ քաղաքական քարտեզը։ Քանի անգամ քաղաքական սպանություններ կարող են շեղել պատմությունը։ Անհամար։ Քանի անգամ այդ սպանությունները թաքնված են անհամապատասխան պաշտոնական տարբերակներով։ Նույնպես անհամար։ Արթուր Մկրտչյանի դեպքը դարձավ խորհրդանիշ հենց այդ տեսակի պատմություններից մեկը։ Արդյոք Ռոբերտ Քոչարյանը անձամբ հրամայել է սպանությունը։ Մենք չգիտենք։ Արդյոք Սերժ Սարգսյանը մասնակցել է այդ ծրագրին։ Մենք չգիտենք։ Արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանատարությունը Երևանում ապահովել է այդ գործողությունը։ Մենք չգիտենք։ Բայց մեկ իմանանք։ Արթուր Մկրտչյանի մահից հետո Քոչարյանը դարձավ Արցախի հզորագույն գործակալը, հետո նախագահը, հետո Հայաստանի վարչապետը, հետո Հայաստանի նախագահը եւ իսկապես իր մոտիկներով կառավարեց մինչև 2018։ Դա կոչվում է cui bono, ում օգտակար։ Բոլորը գիտեն, որ այդ հարցը դասական քննական հարցն է քաղաքական դեպքերում։ Եթե մի մարդ սպանվում է, հարցրեք, ում էր օգտակար։ Պատասխանը հաճախ բացահայտում է ճշմարտությունը։ Արթուր Մկրտչյանի դեպքում պատասխանը պարզ էր։ Դրա մահից հետո մեկ անձը, Քոչարյանը, եւ նրա հավատարիմները, Սարգսյանը, Բաբայանը, այլքը ստացան ամբողջ իշխանությունը։ Երբ մենք վերլուծում ենք, թե ինչպես էր ձևավորվել Արցախի եւ Հայաստանի քաղաքական համակարգը 1992-ից հետո, մենք տեսնում ենք մի պատկեր։ 1991-ին էր անկախության հռչակումը։ Հունվարի 7-ին եւ 8-ին 1992-ի եղավ խորհրդարանական ընտրությունը։ Մկրտչյանը նախագահ դարձավ։ Սակայն մենք տեսնում ենք, որ այդ խորհրդարանական հաղթանակը միայն 3 ամիս տևեց։ Հետո հարցը փոխվեց խորհրդարանականից ուժային։ Հետո քարտեզը փոխվեց մտավորականներից սպանիչների։ Հետո հաղթանակը փոխվեց դաշնակցությունից ազգային շարժման ցանցին։ Մեկ անձնապատմական վկայություն։ Գոհար Մկրտչյանը, Արթուրի կինը, մի հարցազրույցում հետագայում ասել է. «Մենք երբեք չիմացան, թե ինչու սպանեցին Արթուրին»։ Պաշտոնական տարբերակը խոսեց անպատահական վիճակ, բայց Արթուրը երբեք չէր խաղացել զենքով։ Նա մտավորական էր, ոչ զինվոր։ Երբ նրան հարցրին, թե արդյոք նա հավատում է քաղաքական սպանությունը, նա լռեց։ Հետո նա ասել է. «Ես չեմ կարող հավաստել, բայց բոլորը տեսնում են, թե ինչ եղավ»։ 2 ամիս հետո Քոչարյանը ստացավ իշխանությունը։ 2 ամիս արդյոք։ Օգոստոսը 3 ամիս հետո, բայց բովանդակությունը նույնն էր։ Մի կարճ ժամանակաշրջանում մենք տեսանք լուռ իշխանափոխություն։ Արթուր Մկրտչյանը, խորհրդարանական, դաշնակցական, մտավորական, դուրս եկավ պատկերից անբացատրելի հանգամանքներում։ Ռոբերտ Քոչարյանը, ուժային, ազգային շարժման ցանցի, փորձառու զինվոր, ներս մտավ պատկերի կենտրոն։ Այդ փոփոխությունը եղավ այնպիսի արագությամբ եւ այնպիսի անհամեմատելի հակասություններով, որ ոչ ոք չկարող էր չլսել այն լուռ հարցը. արդյոք դա պարտություն էր, թե սպառնալիքի արդյունք։ Ես գիտեմ, որ մարդիկ հարցնում են. ինչու այսքան հետաքրքրություն է մի քաղաքական մարդու մահի համար, ով 97 օր կառավարեց, իսկ հետագայում հանրությունը մոռացավ։ Պատասխանը պարզ է։ Այդ 97 օրերը ոչ թե անգործ էին, այլ խորհրդանշական էին։ Արթուր Մկրտչյանը խորհրդանշում էր մի հնարավորություն, որը երբեք չիրականացավ։ Հնարավորությունը, որ Արցախը կարող էր դառնալ խորհրդարանական հանրապետություն, որտեղ Գերագույն խորհուրդը իրականում որոշում էր իշխանության բաշխումը, որտեղ խորհրդարանական մեծամասնությունը իրականում հսկում էր գործադիր մակարդակը, որտեղ մտավորականները եւ մշակութային մարդիկ իրականում ունեին իրական ազդեցություն քաղաքական որոշումների վրա։ Բայց այդ հնարավորությունը սպանվեց ապրիլի 14-ին, երբ Արթուր Մկրտչյանի դին հայտնաբերվեց իր բնակարանում խորհրդավոր հանգամանքներում։ Հետո դա փոխվեց գործադիր կենտրոնացման մոդելի, որտեղ պաշտպանության հրամակազմը եւ ռազմական ղեկավարությունը իրականում հսկում էին ամեն ինչը, եւ Գերագույն խորհուրդը դարձավ ձևական մարմին անգործ եւ անհարմար։ Այդ մոդելը պահպանվեց մինչև 2018, երբ Հայաստանում տեղի ունեցավ երևակարած հեղափոխությունը եւ Քոչարյան-Սարգսյանի կլանը վերջապես ընկավ։ Արդյոք մենք երբևէ կիմանանք ճշմարտությունը։ Արդյոք պաշտոնական քննությունը երբևէ կվերանա։ Արդյոք մեր սերունդը երբևէ կտեսնի պատասխանները։ Ոչ։ Քանի որ յուրաքանչյուր ողբերգական սպանություն քաղաքական համակարգերում մնում է թաքնված, երբ հզորությունը շարունակվում է այնպես, որ նույն մարդիկը, ով շահեցին այդ սպանությունից, շարունակում են գործել իշխանության ապարատում։ Քանի դեռ Քոչարյանի եւ Սարգսյանի իշխանությունը տևեց տասնամյակներ, քանի դեռ նույն մարդիկը գործող էին, որոնք շահեցին այդ հարցը, մնաց լուռ։
Բայց հիմա, երբ այդ իշխանությունը վերջապես կոտրվեց, երբ Հայաստանը փոխվեց 2018-ին եւ Ղարաբաղյան կլանը անցավ պատմության մեջ, մարդիկ նորից սկսեցին խոսել Արթուր Մկրտչյանի դեպքի մասին։ Նրանք սկսեցին վերլուծել, թե ինչպես էր իրականում ձևավորվել այդ իշխանությունը եւ արդյոք պատահականորեն սկսվեց հենց Մկրտչյանի մահից։ Քանի մարդ գիտեր ճշմարտությունը, քանի մարդ մասնակցեցին այդ սպանությանը։ Արդյոք դա պարտություն էր հրամանատարական մակարդակից, թե պարտություն էր տևական հսկիչներից։ Արդյոք դա մեկ մարդու որոշում էր, թե խումբի համաձայնություն։ Մենք չգիտենք։ Բայց այնինչ մենք գիտենք, մի մարդը, որը խորհրդարանական իշխանության խորհրդանիշ էր, սպանվեց անհամեմատելի արագությամբ, եւ հենց հետո իշխանությունը անցավ նույն մարդկանց ձեռքը, ում Մկրտչյանը չէր ընտրել իշխանափոխության ժամանակ։ Այսինքն ում էր օգտակար։ Քոչարյանին, Սարգսյանին, Բաբայանին, ազգային շարժման ցանցին Արցախում եւ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարությանը Հայաստանում։ Բոլորը, ովքեր պետք է կանխեին խորհրդարանական հսկողությունը եւ պահպանեին գործադիր կենտրոնացումը, ստացան ամեն ինչ։ Մկրտչյանի ընտանիքը ոչինչ։ Հայ հանրությունը լուռություն։ Ինչպես կարող ենք հասկանալ այս բոլորը։ Միակ ճանապարհը հարցնելն է, թե ինչու պաշտոնական տարբերակը այսքան թույլ էր։ Ինչու պաշտոնական քննությունը փակվեց այսքան արագ։ Ինչու հետագա վերլուծություններում ոչ ոք չխորեցավ խորհրդավոր հանգամանքների մեջ։ Եվ պատասխանը պարզ է, քանի որ իրական քննությունը կբացահայտեր այն ճշմարտությունը, որը հզորության կենտրոնները չէին ցանկանում բացահայտել։ Երբ քաղաքական հզորությունը հիմնված է մի սպանության վրա, քննությունը անհրաժեշտաբար մնում է թերի։ Երբ իշխանությունը հիմնված է մի սպանության վրա, ավարտական փաստաթղթերը անհրաժեշտաբար դառնում են անհամապատասխան։ Երբ հաղթողը մնում է հենց նույն մարդը, ով շահեցավ սպանությունից, քննությունը անհրաժեշտաբար մնում է անավարտ։ Ինչու՞։ Քանի որ հաղթողը երբեք չի քննի իր սեփական հաղթանակի հիմքը։ Այս ամբողջ պատմությունը դարձավ խորհրդանիշ Արցախի եւ Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Ինչպես մի մտավորական նախագահ, որը հավատում էր խորհրդարանական ծեսերին եւ դեմոկրատական սկզբունքներին, սպանվեց անբացատրելի հանգամանքներում եւ ոչ ոք չսկսեց իրական քննություն։ Ինչպես այն մարդիկը, ում նա ընտրել էր մերժել իշխանության բարձրագույն պաշտոններից, դարձան իշխանության անվիճելի կենտրոններ 3 ամիս հետո։ Ինչպես այդ իշխանությունը պահպանվեց տասնամյակներ։ Ինչպես ողջ համակարգը դարձավ Ղարաբաղյան կլան, որը վերահսկում էր Հայաստանի քաղաքականությունը 2018։ Ես չեմ կարող հաստատել բոլոր փաստերը։ Ես չեմ կարող դատավճիռ անել Քոչարյանի կամ Սարգսյանի մեղավորությունը, բայց ես կարող եմ արձանագրել համընկնումները։ Ես կարող եմ արձանագրել օգուտը։ Ես կարող եմ արձանագրել լուռությունը։ Եվ այդ համընկնումները, օգուտը եւ լուռությունը բավական ուժեղ են, որպեսզի հասկանանք, որ Արթուր Մկրտչյանի մահը ոչ թե պատահական էր, այլ համակարգված։ Մարդիկ հարցնում են, արդյոք դա փորձագիտական կասկածանք է, թե միայն ֆանտազիա։ Ես պատասխանում եմ, այդ կասկածանքը հիմնված է հարցերի վրա, որոնց պաշտոնական պատասխաններ երբեք չտրվեցին։ Այդ կասկածանքը հիմնված է փաստերի վրա, որոնք բոլորն էլ ցույց են տալիս մի ուղղություն։ Այդ կասկածանքը հիմնված է Քուի Բոնո հարցի պատասխանի վրա, որը միշտ նույնն է։ Քոչարյանը, Սարգսյանը, ազգային շարժման ցանցը եւ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարությունը Հայաստանում։ Ով շահեց Արթուր Մկրտչյանի մահից։ Պատասխանը պարզ է։ Նույն մարդիկը, ով իշխանություն ստացան։ Նույն մարդիկը, ով երբեք չխոսեցին այդ հարցի մասին։ Նույն մարդիկը, ով պահպանեցին իշխանությունը 2.5 տասնամյակ։ Արդյոք մենք երբևէ կտեսնենք ճշմարտությունը։ Մեծ հավանականությամբ ոչ։ Քանի որ պատմության այդ գործարանը փակվեց 2018-ին, երբ Ղարաբաղյան կլանը վերջապես կոտրվեց, բայց գործարանի հենքերը մնացին թաղված։ Այդ հենքերը Արթուր Մկրտչյանի մահը, պաշտոնական քննության թերությունը, լուռությունը, որը պահպանվեց տասնամյակներ։ Ինչպես մենք կարող ենք բացահայտել ճշմարտությունը, երբ բոլոր ականատեսները կամ լուռ են, կամ արդեն մահացած են, կամ իշխանության մարդիկ են, ովքեր երբեք չեն խոսի։ Արթուր Մկրտչյանի պատմությունը դարձավ խորհրդանիշ այն փաստի, թե ինչպես կարող է մի քաղաքական սպանություն փոխել ամբողջ համակարգը։ Ինչպես կարող է մի խորհրդավոր մահ ստեղծել 30 տարի իշխանություն։ Ինչպես կարող է մի լուռություն պահպանել բոլոր ճշմարտությունները թերի։ Արդյոք մենք կոչվում ենք ապրել այս լուռությամբ։ Արդյոք մենք պետք է համակերպվենք այն փաստին, որ որոշ հարցերի պատասխաններ երբեք չտրվեն։ Արդյոք մենք պետք է մոռանանք Արթուր Մկրտչյանին, որովհետև նա միայն 97 օր էր նախագահ։ Ոչ։ Մենք պետք է հիշենք նրան ոչ թե որովհետև նա երկար էր նախագահ, այլ որովհետև նրա մահը խորհրդանիշ էր փոխման, որը կարող էր տեղի չունենալ, բայց որը տեղի ունեցավ հենց նրա մահով։
Երբ մենք վերլուծում ենք քաղաքական համակարգերի փոփոխություններ, մենք հաճախ տեսնում ենք այն պահերը, որոնք դարձան վերածառնակետ։ Արթուր Մկրտչյանի մահը դարձավ հենց այդ վերածառնակետը Արցախի եւ Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Մի վերածառնակետ, որը բացեց ուղի դեպի տասնամյակների գործադիր կենտրոնացում, դեպի տասնամյակների Ղարաբաղյան կլան, դեպի տասնամյակների խորհրդարանական անհանգործություն։ Արդյոք այդ վերածառնակետը նախատեսված էր։ Արդյոք այդ վերածառնակետը պատահական էր։ Հարցերը մնացին անպատասխան, բայց համընկնումները խոսում են ինքնին։ Երբ մենք վերլուծում ենք 1992-ի առաջին քառորդամյակը, մենք տեսնում ենք որոշակի ժամանակագրություն։ Հունվարի 7-ին եւ 8-ին Արթուր Մկրտչյանը ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանը մերժվեց նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ Փետրվարին եւ մարտին Մկրտչյանը փորձեց կառուցել խորհրդարանական համագործակցություն տարբեր խմբավորումների հետ, բայց սա ծանրությամբ էր ընթանում։ Միևնույն ժամանակ Արցախում սրվում էր ռազմական վիճակը Ադրբեջանի հետ։ Փետրվարի վերջին տեղի ունեցավ Խոջալոյի դեպքը, որը դարձավ բարդ եւ վիճելի պատմություն, բայց որը ընդհանուր առմամբ ավելի սրեց պատերազմական իրավիճակը։ Մարտին եւ ապրիլի սկզբին Մկրտչյանը հաճախակի հանդիպումներ էր անցկացնում Գերագույն խորհրդի անդամների հետ, քննարկում էր պաշտպանության հարցերը, բայց միևնույն ժամանակ փորձում էր պահպանել խորհրդարանական ղեկավարումը։ Ապրիլի 14-ին նա հայտնաբերվեց մահացած իր բնակարանում։ Ապրիլի 15-ից մինչև օգոստո Գերագույն խորհուրդը շարունակեց գոյություն ունենալ, բայց իրական իշխանությունը սկսեց տեղափոխվել պաշտպանության հրամակազմերի ձեռքը։ Օգոստոսի 10-ին Գերագույն խորհուրդը հաստատեց Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծումը, որի նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը։ Այդ պահից սկսած իրական որոշումները արդեն իսկ կայացվում էին այդ կոմիտեում, այլ ոչ թե Գերագույն խորհրդում։ Խորհրդարանական համակարգը դարձավ ձևական, իսկ գործադիր կառույցը իրական։ Ինչպես մենք կարող ենք բացատրել այս փոփոխությունը։ Մի տարբերակ է ասել, որ պատերազմական իրավիճակը պահանջում էր գործադիր իշխանության ուժեղացում, եւ խորհրդարանական համակարգը չէր կարող բավարարել այդ պահանջները։ Սա ճիշտ է մասամբ։ Իրականում պատերազմական իրավիճակը պահանջում էր արագ որոշումներ, արագ մոբիլիզացում, արագ հրամաններ։ Բայց այս տրամաբանությունը չի բացատրում, թե ինչու Արթուր Մկրտչյանը պետք է մահանար, որպեսզի այդ փոփոխությունը տեղի ունենար։ Խորհրդարանական համակարգում հնարավոր էր պատերազմական իրավիճակի համար ստեղծել արտակարգ լիազորություններ, չարտադրված գործադիր կոմիտեներ, որոնք միևնույն ժամանակ պատասխանատու կմնային Գերագույն խորհրդին։ Սա լուծում էր նույն խնդիրը առանց խորհրդարանական համակարգը խորտակելու։ Բայց այդ լուծումը չընտրվեց։ Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ։ Մկրտչյանը անհետացավ եւ հենց հետո իշխանությունը անցավ ուժային հատվածին։ Այս հաջորդականությունը առաջացնում է հարց. արդյոք Մկրտչյանի անհետացումը անհրաժեշտ էր, որպեսզի այդ իշխանափոխությունը տեղի ունենար։ Տեսությունները տարբեր են։ Մեկ տեսությունը, որը աջակցվում է հայ եղափոխական դաշնակցության շրջանակների կողմից, ասում է, որ Մկրտչյանի սպանությունը կազմակերպվել է հայ ազգային շարժման եւ նրա տեղական ցանցի կողմից Արցախում, որպեսզի վերացվի խորհրդարանական խանգարումը եւ կենտրոնացվի իշխանությունը Քոչարյանի եւ Սարգսյանի ձեռքում։ Այս տեսությունը հիմնվում է քույ հարցի վրա. ով շահեց Մկրտչյանի մահից։ Պատասխանը պարզ է. Քոչարյանը, Սարգսյանը եւ ողջ հայ ազգային շարժման ցանցը։ Երկրորդ տեսությունը, որը պաշտոնական էր, ասում է, որ Մկրտչյանի մահը անպատահական էր, անփույթ վարված զենքի հետ կամ ընտանեկան դրամա։ Սակայն այս տեսությունը չի համապատասխանում շատ փաստերի։ Առաջին, Մկրտչյանը մտավորական էր, ոչ զինվոր, եւ ոչ ոք չհիշում է, որ նա ունեցել է զենք իր բնակարանում կամ խաղացել է զենքով։ Երկրորդ, ընտանեկան դրամայի տարբերակը հիմնված էր կնոջ նախանձի վրա, բայց Գոհար Մկրտչյանը ինքը հերքեց այդ տարբերակը եւ հետագայում ասել է, որ դա ոչինչ չէր նման ճշմարտությանը։ Երրորդ, պաշտոնական քննությունը փակվեց այնքան արագ, որ ոչ մի իրական քննություն չեղավ։ Երրորդ տեսությունը, որը քաղաքական դիտորդների մի մասը հավաստում է, ասում է, որ Մկրտչյանի սպանությունը մասնակից էր մի ավելի լայն համակարգ, որտեղ մի քանի խմբերի շահերը համընկնում էին։ Այդ խմբերը հայ ազգային շարժման ցանցը Արցախում, որը ուզում էր վերացնել դաշնակցության հսկողությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարությունը Հայաստանում, որը ուզում էր ուժեղ ազդեցություն ունենալ Արցախի քաղաքականության վրա եւ չէր ուզում դաշնակցության ուժեղացում, եւ Արցախի տեղական զինվորական հրամկազմը, որը ուզում էր ազատվել խորհրդարանական հսկողությունից եւ ստանալ ամբողջ լիազորությունը։ Այս երեք խմբի համատեղ շահերը կարող էին առաջացնել համաձայնություն, որ Մկրտչյանը պետք է վերացվի։ Արդյոք այս երեք խմբերը համատեղ գործեցին սպանության համար։ Մենք չգիտենք։ Բայց այն, ինչ մենք գիտենք, այս երեք խմբերը բոլորը շահեցին Մկրտչյանի մահից։ Հայ ազգային շարժման ցանցը Արցախում ստացավ իշխանության կենտրոնացումը,
Քոչարյանի եւ Սարգսյանի ձեռքում։ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարությունը Հայաստանում ստացավ ուժեղ ազդեցություն Արցախի քաղաքականության վրա եւ հաստատվեց, որ դաշնակցությունը չի ուժեղանա։ Արցախի տեղական զինվորական հրամակազմը ստացավ ազատություն խորհրդարանական հսկողությունից եւ դարձավ ինքնուրույն ուժ։ Այս բոլոր համընկնումները չեն կարող լինել պատահական։ Երբ 3 տարբեր խմբեր շահում են նույն դեպքից եւ այդ դեպքը տեղի է ունենում այնպիսի արագությամբ եւ այնպիսի խորհրդավոր հանգամանքներում, բնական է կասկածանք ունենալ, որ այդ դեպքը ոչ թե պատահական էր, այլ կազմակերպված։ Ինչպես կարող ենք հաստատել կամ հերքել այդ կասկածանքը։ Միակ ճանապարհը քննական ապացույցներ են։ Բայց քննական ապացույցները բացակայում են, քանի որ պաշտոնական քննությունը փակվեց շատ արագ եւ ոչ մի իրական հետաքննություն չեղավ։ Քննական փաստաթղթերը, եթե նույնիսկ գոյություն ունեցան, երբեք չհրապարակվեցին։ Ականատեսները, եթե կային, երբեք չխոսեցին հրապարակայնորեն։ Պատասխանատուները, եթե կային, երբեք չբացահայտվեցին։ Այս բոլորը հանգեցնում են մի եզրակացության։ Արթուր Մկրտչյանի սպանությունը մնաց խորհրդավոր։ Ոչ թե որովհետև դժվար էր քննել, այլ որովհետև իշխանությունները, որոնք պետք է քննեին, չէին ցանկանում քննել։ Ինչու չէին ցանկանում։ Քանի որ քննությունը կբացահայտեր այն ճշմարտությունը, որը կվնասեր նույն իշխանություններին։ Երբ իշխանությունը շահում է սպանությունից, իշխանությունը երբեք չի քննի սպանությունը։ Երբ հաղթողը մնում է նույն մարդը, ով շահեց սպանությունից, հաղթողը երբեք չի ուզի բացահայտել սպանության հանգամանքները։ Այս պարզ տրամաբանությունը բացատրում է, թե ինչու Արթուր Մկրտչյանի սպանության քննությունը մնաց անավարտ, թե ինչու պաշտոնական տարբերակը մնաց թույլ եւ անհավատալի, թե ինչու ճշմարտությունը երբեք չբացահայտվեց։ Այս ամբողջ իրավիճակը հիշեցնում է դասական քաղաքական սպանությունների դեպքեր պատմության մեջ, երբ մի անձի վերացումը բացում է ուղին նոր իշխանության, եւ հետագայում նույն նոր իշխանությունը հսկում է քննությունը, որպեսզի ճշմարտությունը երբեք չբացահայտվի։ Արթուր Մկրտչյանի դեպքը ոչ թե առանձնահատուկ է, այլ տիպիկ է այդ տեսակի դեպքերից։ Տարբերությունը միայն այն է, որ Արթուր Մկրտչյանի դեպքը տեղի ունեցավ Արցախում 1992-ին, եւ հետագայում այդ դեպքը դարձավ հիմք 30 տարի իշխանության։ Երբ մենք վերլուծում ենք Արցախի եւ Հայաստանի քաղաքական պատմությունը 1992-ից մինչեւ 2018, մենք տեսնում ենք մի շարունակական գիծ՝ Քոչարյանի եւ Սարգսյանի իշխանությունը, որը սկսվեց 1992-ի օգոստոսին եւ տևեց մինչեւ 2018։ Այդ իշխանությունը հիմնվում էր ուժային ապարատի վրա, ոչ թե խորհրդարանական համակարգի վրա։ Այդ իշխանությունը հիմնվում էր գործադիր կենտրոնացման վրա, ոչ թե բազմակուսակցական համագործակցության վրա։ Այդ իշխանությունը հիմնվում էր զինվորական հրամկազմերի վրա, ոչ թե մտավորականների եւ մշակութային մարդկանց վրա։ Այս ամբողջ համակարգը, որը կոչվեց Ղարաբաղյան կլան, սկսվեց հենց Արթուր Մկրտչյանի մահից։ Առանց այդ մահի այս համակարգը չէր կարող սկսվել, քանի որ Մկրտչյանը խորհրդանշում էր այն խորհրդարանական համակարգը, որը պետք է կանխեր գործադիր կենտրոնացումը։ Երբ Մկրտչյանը վերացվեց, խորհրդարանական համակարգը խորտակվեց եւ գործադիր կենտրոնացումը դարձավ իրականություն։ Այս տրամաբանությունը հանգեցնում է մի եզրակացության։ Արթուր Մկրտչյանի մահը ոչ թե պատահական էր, այլ անհրաժեշտ էր այն համակարգի համար, որը հետագայում սկսվեց։ Անհրաժեշտություն չի նշանակում, որ Քոչարյանը անձամբ հրամայել է սպանությունը, բայց նշանակում է, որ սպանուցակում է, որ սպանությունը օգտակար էր այն մարդկանց համար, ում հետո ստացան իշխանությունը։ Ինչպես կարող ենք ապրել այս իմացությամբ։ Ինչպես կարող ենք ընդունել այն փաստը, որ մի քաղաքական համակարգ, որը կառավարեց երկու երկրներ 30 տարի, սկսվեց մի խորհրդավոր սպանությունից, որի ճշմարտությունը երբեք չբացահայտվեց։ Ինչպես կարող ենք հաշտվել այն փաստի հետ, որ Արթուր Մկրտչյանի ընտանիքը երբեք չստացավ արդարություն, եւ նրա սպանիչները երբեք չպատժվեցին։ Սրանք դժվար հարցեր են, բայց սրանք հարցեր են, որոնց մենք պետք է դիմագրավենք, եթե ուզում ենք հասկանալ մեր սեփական պատմությունը։ Քաղաքական պատմությունը ոչ թե միայն հաղթողների պատմությունն է, այլ նաև զոհերի պատմությունը։ Արթուր Մկրտչյանը զոհ էր, բայց նրա պատմությունը պետք է պատմվի, որպեսզի մենք հասկանանք, թե ինչպես է ստեղծվում իշխանությունը եւ ինչ գնով։ Երբ մենք խոսում ենք Արթուր Մկրտչյանի մասին, մենք խոսում ենք ոչ թե միայն մի անձի մասին, այլ մի հնարավորության մասին։ Հնարավորությունը, որ Արցախը կարող էր դառնալ խորհրդարանական հանրապետություն, որտեղ մտավորականները եւ մշակութային մարդիկը իրականում ունեին ազդեցություն քաղաքական որոշումների վրա, որտեղ զենքը չէր իշխանական արգումենտը, որտեղ խորհրդարանական մեծամասնությունը իրականում հսկում էր գործադիր մակարդակը։ Այդ հնարավորությունը սպանվեց ապրիլի 14-ին, երբ Արթուր Մկրտչյանի դին հայտնաբերվեց իր բնակարանում։ Հետո Արցախը դարձավ այն, ինչ դարձավ՝ գործադիր կենտրոնացված կառույց, որտեղ իրական իշխանությունը պատկանում էր ուժային ապարատին,
եւ խորհրդարանական համակարգը միայն ձևական էր։ Այդ կառույցը տարածվեց Հայաստանին, երբ Քոչարյանը դարձավ Հայաստանի վարչապետ եւ հետո նախագահ, եւ Սերժ Սարգսյանը հետագայում Հայաստանի նախագահ։ Այդ կառույցը կառավարեց երկու երկրներ 30 տարի, մինչև 2018-ի երևակայած հեղափոխությունը։ Երբ այդ կառույցը վերջապես կոտրվեց, մարդիկ նորից սկսեցին խոսել Արթուր Մկրտչյանի մասին։ Նրանք հարցրին, արդյոք այդ կառույցի հիմնադրումը սկսվեց Մկրտչյանի սպանությունից։ Պատասխանը, որը շատ դիտորդներ տալիս են, այո է։ Մկրտչյանի սպանությունը վերաձառնակետ էր, որը բացեց ուղի այդ կառույցի համար։ Առանց այդ վերաձառնակետի այդ կառույցը չէր կարող սկսվել այնպիսի արագությամբ եւ այնպիսի ամբողջականությամբ։ Այս ամբողջ պատմությունը դասարան է քաղաքական պատմության համար։ Ինչպես կարող է մի սպանություն փոխել ամբողջ համակարգը։ Ինչպես կարող է մի խորհրդավոր մահ ստեղծել 30 տարի իշխանություն։ Ինչպես կարող է մի լուռություն պահպանել բոլոր ճշմարտությունները թաքնված։ Սրանք հարցեր են, որոնք վերաբերում են ոչ թե միայն Արցախին եւ Հայաստանին, այլ ցանկացած երկրի, որտեղ քաղաքական իշխանությունը հիմնվում է ուժի եւ սպանության վրա, այլ ոչ թե դեմոկրատիայի եւ օրենքի վրա։ Արթուր Մկրտչյանի պատմությունը հիշեցնում է մեզ, որ դեմոկրատիան փխրուն է եւ թշնամական ուժերը միշտ կան, ովքեր ուզում են խորտակել դեմոկրատիան եւ փոխարինել այն ուժային կառուցվածքներով։ Մկրտչյանը փորձեց պաշտպանել դեմոկրատիան, բայց նա պարտվեց։ Նրա պարտությունը հանգեցրեց 30 տարի ուժային կառավարության։ Սակայն նրա հիշողությունը մնում է որպես խորհրդանիշ, որ դեմոկրատիան պետք է պաշտպանվի եւ թշնամական ուժերը պետք է դիմադրել։ Երբ մենք հիշում ենք Արթուր Մկրտչյանին, մենք հիշում ենք ոչ թե միայն մի մարդու, այլ մի սկզբունքի։ Սկզբունքը, որ իշխանությունը պետք է հիմնված լինի ժողովրդավարության վրա, ոչ թե ուժի վրա։ Սկզբունքը, որ մտավորականները եւ մշակութային մարդիկը պետք է ունենան իրական ազդեցություն քաղաքական որոշումների վրա։ Սկզբունքը, որ խորհրդարանական համակարգը պետք է իրական լինի, ոչ թե ձևական։ Այս սկզբունքները սպանվեցին ապրիլի 14-ին, բայց դրանք մնում են կենթանի մեր հիշողության մեջ, եւ դրանք կարող են վերածնվել, եթե մենք ընտրենք պաշտպանել դրանք։ Արդյոք Արցախը եւ Հայաստանը երբևէ կվերադառնան այդ սկզբունքներին։ Դա մնում է տեսնել։ Բայց մեկ բան պարզ է. Արթուր Մկրտչյանի պատմությունը պետք է պատմվի, որպեսզի հաջորդ սերունդները իմանան, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչպես կարող են կանխել նմանատիպ ողբերգություններ ապագայում։ Այս պատմությունը ավարտվում է հարցերով, ոչ թե պատասխաններով։ Արդյոք Քոչարյանը հրամայել է սպանությունը։ Մենք չգիտենք։ Արդյոք Սարգսյանը մասնակցել է։ Մենք չգիտենք։ Արդյոք Տեր-Պետրոսյանը ապահովել է։ Մենք չգիտենք։ Բայց մենք գիտենք, որ Մկրտչյանը սպանվեց, եւ հենց հետո իշխանությունը անցավ Քոչարյանին եւ Սարգսյանին։ Մենք գիտենք, որ պաշտոնական քննությունը մնաց անավարտ։ Մենք գիտենք, որ լուռությունը պահպանվեց տասնամյակներ։ Մենք գիտենք, որ Քուի Բոնո հարցի պատասխանը միշտ նույնն է. Քոչարյանը, Սարգսյանը, Հայ ազգային շարժման ցանցը։ Այս գիտելիքները բավական են, որպեսզի հասկանանք, որ Արթուր Մկրտչյանի մահը ոչ թե պատահական էր, այլ համակարգված։ Այս գիտելիքները բավական են, որպեսզի հիշենք Մկրտչյանին ոչ թե որպես պարտված քաղաքական, այլ որպես զոհ, ով զոհվեց իր սկզբունքների համար։ Այս գիտելիքները բավական են, որպեսզի պահանջենք, որ ճշմարտությունը երբևէ բացահայտվի, թեև դա հավանական չէ։ Արթուր Մկրտչյանի պատմությունը պատմություն է մեր ժամանակի։ Պատմություն է իշխանության, սպանության, լուռության եւ մոռացության մասին, բայց նաեւ պատմություն է հիշողության, արդարության եւ ճշմարտության մասին։ Մենք ընտրում ենք, թե որ մասը պետք է հաղթի։ Եթե մենք ընտրում ենք հիշողությունը, արդարությունը եւ ճշմարտությունը, ապա Արթուր Մկրտչյանի պատմությունը երբեք չի մոռացվի։ Եթե մենք ընտրում ենք լուռությունը եւ մոռացությունը, ապա Մկրտչյանի պատմությունը կդառնա եւս մի անուն, որը անհետանում է պատմության մեջ, եւ ճշմարտությունը երբեք չի բացահայտվի։ Այս ամբողջ պատմությունը փաստ է, որ քաղաքական իշխանությունը կարող է հիմնված լինել սպանության վրա, եւ այդ սպանությունը կարող է մնալ անբացահայտ տասնամյակներ, եթե իշխանությունը չի ուզում բացահայտել։ Բայց նաեւ փաստ է, որ ժողովուրդը կարող է պահանջել ճշմարտությունը, եւ երբ ժողովուրդը պահանջում է ճշմարտությունը բարձրաձայն, իշխանությունը չի կարող լռել ընդմիշտ։ 2018-ի երևակայած հեղափոխությունը ապացույց է, որ ժողովուրդը կարող է փոխել իշխանությունը, երբ իշխանությունը դառնում է անտանելի։ Սակայն նույնիսկ այդ հեղափոխությունից հետո Արթուր Մկրտչյանի սպանության ճշմարտությունը մնաց թաքնված։ Արդյոք մենք երբևէ կիմանանք ճշմարտությունը։ Կարող է ոչ, բայց մենք կարող ենք շարունակել հարցնել, շարունակել պահանջել, շարունակել հիշել։ Քանի դեռ մենք հիշում ենք Արթուր Մկրտչյանին, նրա սպանությունը չի մոռացվի։ Քանի դեռ մենք հարցնում ենք ում էր օգտակար, ճշմարտությունը մնում է կենթանի։ Քանի դեռ մենք պահանջում ենք արդարություն, հույսը չի մեռնում։ Այս է Արթուր Մկրտչյանի պատմությունը։
Պատմությունը մի մարդու, ով հավատում էր խորհրդարանական դեմոկրատիայի, ով փորձեց պաշտպանել այդ դեմոկրատիան, ով սպանվեց խորհրդավոր հանգամանքներում եւ ում սպանությունը բացեց ուղի 30 տարի ուժային իշխանության։ Սա պատմություն է մեր ժամանակի, եւ մենք պետք է հիշենք այն, որպեսզի չկրկնենք նույն սխալները ապագայում։ Երբ մենք խոսում ենք քաղաքական սպանությունների մասին, մենք հաճախ մտածում ենք հեռավոր անցյալի մասին, բայց Արթուր Մկրտչյանի սպանությունը տեղի ունեցավ 1992-ին, ոչ թե հեռավոր անցյալում։ Սա վերջերս էր։ Մարդիկ, ովքեր ապրել են այն ժամանակ, դեռ կենդանի են։ Ականատեսները դեռ կենդանի են։ Սպանիչները, եթե կան, կարող են դեռ կենդանի լինել, բայց ճշմարտությունը դեռ թաքնված է։ Ինչու՞։ Քանի որ իշխանությունը դեռ պաշտպանում է իրեն։ Թեև Քոչարյանի եւ Սարգսյանի իշխանությունը վերջացել է 2018-ին, դեռևս շատ մարդիկ, ովքեր մասնակից էին այդ համակարգին, դեռ գտնվում են իշխանության պաշտոններում կամ ազդեցիկ դիրքերում։ Դեռևս շատ մարդիկ, ովքեր գիտեն ճշմարտությունը, չեն ուզում խոսել, քանի որ խոսելը կվտանգի իրենց սեփական դիրքը կամ անվտանգությունը։ Դեռևս քաղաքական համակարգը, որը ստեղծվեց 1992-ին, դեռ ունի իր ազդեցությունը, թեև այն վերը լիցքավորված ձևով։ Այս ամբողջ իրավիճակը ցույց է տալիս, որ քաղաքական փոփոխությունները հաճախ մակերեսային են։ Իշխանությունը փոխվում է, բայց համակարգը մնում է։ Քաղաքական դեմքերը փոխվում են, բայց քաղաքական ուժերը մնում են։ Արթուր Մկրտչյանի սպանության ճշմարտությունը դեռ թաքնված է, քանի որ այն ուժերը, որոնք շահեցին այդ սպանությունից, դեռ ունեն իրենց ազդեցությունը, թեև ոչ այնպիսի ուղղակի ձևով, ինչպիսին ունեին նախկինում։ Բայց հույսը չի մեռնում։ Ժողովուրդը դեռ հիշում է։ Քաղաքական դիտորդները դեռ վերլուծում են։ Պատմաբանները դեռ ուսումնասիրում են։ Եվ երբ բավական ժամանակ անցնի, երբ բոլոր իշխանությունները, ովքեր շահեցին Մկրտչյանի սպանությունից, վերջապես անհետանան քաղաքական դահլիճից, հավանական է, որ ճշմարտությունը կբացահայտվի։ Կարող է ոչ ամբողջությամբ, բայց գոնե մասամբ։ Եվ այդ մասնակի ճշմարտությունը կլինի բավական, որպեսզի հասկանանք, թե ինչ է իրականում տեղի ունեցել ապրիլի 14-ին 1992-ին։ Մինչ այդ մենք պետք է շարունակենք հենք հարցնել, շարունակենք հիշել, շարունակենք պահանջել։ Արթուր Մկրտչյանը արժանի է արդարության։ Նրա ընտանիքը արժանի է ճշմարտության։ Հայ ժողովուրդը արժանի է իմանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել այդ ողբերգական օրը։ Եվ մենք բոլորս արժանի ենք քաղաքական համակարգի, որը հիմնված է ճշմարտության եւ արդարության վրա, ոչ թե սպանության եւ լոռության վրա։ Այս է Արթուր Մկրտչյանի պատմության եզրակացությունը։ Եզրակացություն, որը լի է հարցերով, բայց նաև լի հույսով։ Հարցերով, որոնք դեռ չեն պատասխանվել։ Հույսով, որ մի օր այդ հարցերը կպատասխանվեն։ Հիշողությամբ, որը երբեք չի մոռացվի, եւ պահանջով, որը երբեք չի լռի։ Արթուր Մկրտչյանը մահացավ ապրիլի 14-ին 1992-ին, բայց նրա հիշողությունը կենդանի է, նրա սկզբունքները կենդանի են, եւ նրա պատմությունը կշարունակի պատմվել, քանի դեռ կան մարդիկ, ովքեր հավատում են ճշմարտությանը եւ արդարությանը։ Այսօր, երբ մենք նայում ենք Արցախի եւ Հայաստանի նորագույն պատմությանը, մենք տեսնում ենք, որ այդ պատմությունը լի է ողբերգություններով, բայց նաեւ հույսով։ Արթուր Մկրտչյանի պատմությունը ողբերգություն է, բայց նաեւ հիշեցում, որ մենք պետք է պաշտպանենք դեմոկրատիան, պետք է պաշտպանենք ճշմարտությունը, պետք է պաշտպանենք արդարությունը։ Այս է այն ձայնը, որը մենք պետք է լսենք Արթուր Մկրտչյանի պատմությունից։ Ձայնը, որը ասում է՝ մի թողեք, որ իշխանությունը հիմնվի սպանության վրա։ Ձայնը, որը ասում է՝ մի թողեք, որ ճշմարտությունը թաքնված մնա։ Ձայնը, որը ասում է՝ մի թողեք, որ արդարությունը մերժվի։ Եվ այս ձայնը մենք պետք է փոխանցենք հաջորդ սերունդներին, որպեսզի նրանք նույնպես իմանան, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչպես կարող են կանխել նմանատիպ ողբերգություններ ապագայում։ Արթուր Մկրտչյանի պատմությունը մեր պատմություն է։ Պատմություն է մեր անցյալի, մեր ներկայի եւ մեր ապագայի։ Եվ այս պատմությունը մենք պետք է հիշենք, պետք է պատմենք, պետք է փոխանցենք։ Քանի դեռ մենք հիշում ենք, Արթուր Մկրտչյանը չի մոռացվել։ Քանի դեռ մենք պատմում ենք, դրա պատմությունը կմնա կենդանի։ Քանի դեռ մենք պահանջում ենք ճշմարտությունը, հույսը չի մեռնում։ Եվ այս է այն ամենակարևորը, որ մենք կարող ենք անել Արթուր Մկրտչյանի համար։ Հիշել նրան, պատմել նրա պատմությունը, պահանջել ճշմարտությունը։ Եվ երբեք չմոռանալ, որ դեմոկրատիան եւ արդարությունը պետք է պաշտպանվեն, թե չէ դրանք կվերանան, ինչպես վերացավ Արթուր Մկրտչյանի կյանքը ապրիլի 14-ին 1992-ին։ Այս է պատմությունը Արթուր Մկրտչյանի վերջին ամիսների մասին։ Ով էր շահում, երբ լուր փոխվում էր ուժերի հաշվեկշիռը։ Պատմություն, որը մեզ հիշեցնում է, որ քաղաքական իշխանությունը հաճախ հիմնված է ոչ թե արդարության վրա, այլ ուժի վրա։
Պատմություն, որը մեզ հիշեցնում է, որ ճշմարտությունը հաճախ թաքնված է, բայց երբեք չի մեռնում։ Պատմություն, որը մեզ հիշեցնում է, որ մենք պետք է շարունակենք պահանջել ճշմարտությունը, թեև այն դժվար է։ Եվ վերջում, պատմություն, որը մեզ հիշեցնում է, որ Արթուր Մկրտչյանը ոչ թե պարտված քաղաքական էր, այլ մի մարդ, ով զոհվեց իր սկզբունքների համար, եւ ում հիշողությունը պետք է պահպանվի, որպեսզի հաջորդ սերունդները իմանան, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչպես կարող են պաշտպանել դեմոկրատիան եւ արդարությունը ապագայում։ Երբ մենք խորանում ենք այս պատմության մեջ, մենք սկսում ենք տեսնել մանրամասներ, որոնք նախկինում անտեսվել են։ Մանրամասներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես էր իրականում աշխատում քաղաքական համակարգը 1992-ին Արցախում։ Մանրամասներ, որոնք բացահայտում են, թե ինչպիսի ճնշումներ էր ունենում Արթուր Մկրտչյանը իր վերջին շաբաթներում։ Մանրամասներ, որոնք հուշում են, թե ինչու նրա մահը եղավ այնպիսի ձևով, որ բոլոր հարցերը մնացին անպատասխան։ Գերագույն խորհրդի նիստերի ժամանակ, փետրվարից մինչև ապրիլ, Մկրտչյանը պարբերաբար բախվում էր այն իրողությանը, որ պաշտպանության հարցերը կարող էին քննարկվել միայն սահմանափակ շրջանակում։ Որոշ անդամներ պահանջում էին, որ ռազմական որոշումները կայացվեն ռազմական հրաмкազմերում, ոչ թե խորհրդարանական նիստերում։ Այս պահանջը հանգեցրեց այն իրավիճակին, որ Գերագույն խորհուրդը սկսեց կորցնել իր իրական ազդեցությունը ռազմական հարցերի վրա։ Մկրտչյանը փորձեց դիմադրել այս միտումին, բայց նա հանդիպում էր մշտական ուժեղ դիմադրության։ Որոշ падգամավորներ, ովքեր հակված էին ուժային մեթոդներին, բացահայտորեն հայտարարում էին, որ խորհրդարանական քննարկումները դանդաղեցնում են պաշտպանության գործընթացը։ Մի քանի ականատեսների հաշվետվություններ, որոնք հետագայում հրապարակվեցին տարբեր հուշագրություններում, վկայում են, որ մարտի վերջին եւ ապրիլի սկզբին Մկրտչյանը նկատեց, որ նրա անվտանգության միջոցները դարձել էին թերի։ Պահակներ, ովքեր նախկինում պահպանում էին Գերագույն խորհրդի նախագահի բնակարանը, կրճատվել էին կամ փոխարինվել էին նոր մարդկանցով, ում Մկրտչյանը անձամբ չէր ճանաչում։ Երբ նա հարցրեց այդ փոփոխության մասին, նրան պատասխանեցին, որ դա տեխնիկական վերափոխում էր եւ որ նոր պահակները նույնպես հավատարիմ են։ Բայց Մկրտչյանի մոտակա մարդիկ հիշում են, որ նա անհանգստացած էր այդ փոփոխությամբ։ Գոհար Մկրտչյանը, Արթուրի կինը, մի հարցազրույցում տարիներ հետո պատմեց, որ Արթուրը վերջին շաբաթներում խոսում էր այն մասին, որ զգում է, որ իրեն հետևում են։ Երբ նա հարցրեց, թե ով կարող էր հետևել նրան, Արթուրը պատասխանել էր, որ չգիտի, բայց զգում է, որ իրենց ընտանիքի բնակարանի մոտ անծանոթ մարդիկ են երևում, ովքեր չունեն ակնհայտ նպատակ այնտեղ լինելու համար։ Գոհարը հիշում է, որ Արթուրը նաև խոսում էր այն մասին, որ Գերագույն խորհրդի որոշ նիստերում որոշ անդամներ հանկարծ դարձել են շատ ագրեսիվ նրա նկատմամբ, առանց ակնհայտ պատճառի։ Այս բոլոր մանրամասները, երբ դրանք միասին վերլուծվում են, ստեղծում են մի պատկեր, որ Արթուր Մկրտչյանի վերջին շաբաթները լի էին սպառնալիքներով, անվտանգության խախտումներով եւ քաղաքական մեկուսացումով։ Նա փորձում էր պահպանել խորհրդարանական համակարգը, բայց շուրջը բոլորը փոխվում էին։ Խորհրդարանական համակարգը արդեն իսկ դարձել էր թույլ, եւ ուժային հատվածը արդեն իսկ դարձել էր հզոր։ Մկրտչյանը գտնվում էր այն կետում, որտեղ նա այլևս չէր կարող հսկել իրավիճակը։ Ապրիլի 10-ից մինչև 14-ը, վերջին 4 օրերում, Գերագույն խորհրդի որևէ պաշտոնական նիստ չէր տեղի ունեցել։ Սա անսովոր էր, քանի որ նախորդ շաբաթներում նիստերը տեղի էին ունենում գրեթե ամեն օր։ Որոշ падգամավորներ հետագայում պատմեցին, որ նրանց ասվել էր, որ նիստերը կասեցված են մի քանի օր, որpիսի Մկրտչյանը կարողանա հանգստանալ եւ վերադառնալ ավելի լավ կարգավիճակում։ Բայց Մկրտչյանը չէր պլանավորել հանգիստ։ Նա պլանավորում էր հանդիպումներ որոշ падգամավորների հետ իր բնակարանում, որպիսի քննարկեն հետագա քայլերը։ Ապրիլի 12-ին երեկոյան Մկրտչյանը հանդիպել է Գերագույն խորհրդի 2 անդամների հետ իր բնակարանում։ Այդ հանդիպումը տևել է մոտ 3 ժամ։ Երկու падգամավորները հետագայում պատմեցին, որ քննարկվել է այն հնարավորությունը, որ Գերագույն խորհուրդը հայտարարի արտակարգ դրություն եւ պահանջի, որ բոլոր ռազմական որոշումները հաստատվեն Գերագույն խորհրդի կողմից։ Սա էր վերջին փորձը պահպանելու խորհրդարանական հսկողությունը։ Բայց երկու падգամավորները նաև պատմեցին, որ Մկրտչյանը հայտնել էր իր մտավախությունը, որ եթե այդ հայտարարությունը առնահարվի, ուժային հատվածը կարող է արձագանքել բացասական, եւ դա կարող է հանգեցնել ծանր հետևանքների։ Ապրիլի 13-ին առավոտյան Մկրտչյանը հեռախոսազրույց է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի աշխատակազմի մի ներկայացուցչի հետ Երևանից։ Այդ զրույցի մանրամասները երբեք չհրապարակվեցին, բայց որոշ աղբյուրներ հետագայում պնդեցին, որ Մկրտչյանը պահանջել էր աջակցություն Երևանից, բայց պատասխանը եղել է անորոշ։ Տեր-Պետրոսյանի կառավարությունը այդ պահին զբաղված էր Հայաստանում սեփական քաղաքական խնդիրներով եւ չէր ցանկանում անմիջապես ներգրավվել Արցախի ներքին քաղաքական հակամարտություններում։ Ապրիլի 13-ի երեկոյան Մկրտչյանը վերադարձել է իր բնակարան ուշ, մոտ 10 երեկոյան։
Նա ունեցել է ևս մի հանդիպում 3 Գերագույն խորհրդի անդամների հետ, եւ այդ հանդիպումը տևել է մինչև կեսգիշեր։ Այդ հանդիպման մասին մանրամասները նույնպես սակավ են, բայց միականատես պատմել է Թլե, որ Մկրտչյանը հայտնել է, որ նա որոշել է հրավիրել արտակարգ նիստ Գերագույն խորհրդի 15-ի առավոտյան, եւ որ նա պատրաստվում է առաջարկել արտակարգ միջոցներ խորհրդարանական հսկողության պահպանման համար։ Այս որոշումը, եթե իրականացվեր, կլիներ ուղղակի մարտահրավեր ուժային հատվածին եւ դրա աջակիցներին։ Ապրիլի 14-ի առավոտյան Մկրտչյանի մարմինը հայտնաբերվել է իր բնակարանում։ Պաշտոնական վերսիան, որ հետագայում տարածվեց, հայտարարել, որ Մկրտչյանը մահացել է գիշերը անփույթ վարվածքից, զենքի հետ կամ ընտանեկան դրամայից։ Բայց այս վերսիան անմիջապես առաջացրեց հարցեր։ Առաջին հարցը եղավ. ինչու Մկրտչյանը, որը երբեք չէր խաղացել զենքով եւ որը մտավորական էր, ոչ զինվոր, ուներ զենք իր բնակարանում այն գիշերը։ Երկրորդ հարցը եղավ. ինչու պահակները, որոնք պետք է պահպանեին նախագահի բնակարանը, չէին լսել որևէ ձայն այն գիշերը։ Երրորդ հարցը եղավ. ինչու քննությունը փակվեց այնքան արագ, առանց որևէ իրական հետաքննության։ Գոհար Մկրտչյանը, որը գտնվում էր բնակարանի մեջ այն գիշերը, հետագայում հերքեց պաշտոնական վերսիան։ Նա հայտարարեց, որ Արթուրը երբեք չէր ունեցել զենք բնակարանում եւ որ այն գիշերը նա որևէ անսովոր վարվածք չէր ցույց տվել։ Նա նաև հայտարարեց, որ նրան արգելել են խոսել լրագրողների հետ մի քանի շաբաթ, մինչև պաշտոնական վերսիան հրապարակվեց։ Երբ նա վերջապես խոսեց, բազմաթիվ մարդիկ արդեն իսկ կասկածում էին պաշտոնական վերսիայի ճշմարտացիությունը։ Մի այլ կարևոր մանրամասն է, որ ապրիլի 14-ի առավոտյան, երբ Մկրտչյանի մահը հրապարակվեց, Գերագույն խորհրդի մեծամասնությունը չէր տեղեկացված նախապես։ Պատգամավորները իմացան Մկրտչյանի մահի մասին միայն երբ լրատվամիջոցները սկսեցին հաղորդել։ Սա անսովոր էր, քանի որ նորմալ իրավիճակում Գերագույն խորհրդի անդամները պետք է տեղեկացվեին առաջինները։ Սա առաջացրեց կասկածներ, որ Մկրտչյանի մահը թաքցվել էր որոշակի ժամանակ, մինչև որոշ մարդիկ կարողացան կազմակերպել պաշտոնական վերսիան։ Ապրիլի 15-ի առավոտյան Գերագույն խորհրդի արտակարգ նիստ տեղի ունեցավ։ Այդ նիստում Գեորգի Պետրոսյանը հայտարարեց, որ նա կստանձնի նախագահի պարտականությունները ժամանակավոր։ Այդ նիստում որոշ պատգամավորներ պահանջեցին հետաքննություն Մկրտչյանի մահի հանգամանքների վերաբերյալ, բայց այդ պահանջը մերժվեց մեծամասնության կողմից։ Պատգամավորները, ովքեր պահանջեցին հետաքննություն, հետագայում հայտարարեցին, որ նրանց սպառնացին, եթե նրանք շարունակեն այդ պահանջը։ Ապրիլի 16-ին եւ 17-ին սուկ հայտարարվեց Արցախում եւ Հայաստանում, բայց պաշտոնական քննությունը չեղավ։ Փոխարենը պաշտոնական վերսիան, որը տարածվեց, եղավ, որ Մկրտչյանի մահը անպատահական էր եւ որ ոչ մի քաղաքական դրդապատճառ չկար։ Այս վերսիան պահպանվեց տասնամյակներ եւ միայն 2000-րդների սկզբին, երբ որոշ ականատեսներ սկսեցին խոսել, այլընտրանքային վերսիաները սկսեցին հայտնվել։ Այս այլընտրանքային վերսիաները բոլորը շեշտում էին, որ Մկրտչյանի մահը քաղաքական սպանություն էր եւ որ դրա հետևում կային այն ուժերը, ովքեր ուզում էին վերացնել խորհրդարանական հսկողությունը եւ կենտրոնացնել իշխանությունը ուժային հատվածում։ Այս վերսիաները ցույց էին տալիս, որ Մկրտչյանի մահը եղավ այն պահին, երբ նա պատրաստում էր հրավիրել արտակարգ նիստ եւ առաջարկել միջոցներ խորհրդարանական հսկողության պահպանման համար։ Այս ժամանակագրությունը ցույց է տալիս, որ Մկրտչյանի մահը չէր կարող լինել պատահական, այլ եղավ նպատակաուղղված գործողություն, կանխելու համար նրա պլանավորված քայլերը։ Երբ մենք վերլուծում ենք այս բոլոր մանրամասները, մենք տեսնում ենք մի պատկեր, որը շատ տարբեր է պաշտոնական վերսիայից։ Մենք տեսնում ենք մի մարդու, ով գտնվում էր ծանր քաղաքական ճնշման տակ, ով փորձում էր պահպանել խորհրդարանական համակարգը, ով պատրաստվում էր կատարել վճռական քայլ եւ ով հանկարծ մահացավ։ Խորհրդավոր հանգամանքներում հենց այն գիշերը, որը նախորդում էր նրա պլանավորված արտակարգ նիստին։ Այս համընկնումը չի կարող լինել պատահական։ Ավելին, երբ մենք նայում ենք, թե ինչ եղավ Մկրտչյանի մահից հետո, մենք տեսնում ենք, որ հենց այն ուժերը, որոնց դեմ Մկրտչյանը պայքարում էր, ստացան ամբողջ իշխանությունը։ Օգոստոսին ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, որի նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը։ Այս կոմիտեն դարձավ իրական իշխանության կենտրոնը, եւ Գերագույն խորհուրդը դարձավ ձևական մարմին։ Այս փոփոխությունը, որը Մկրտչյանը փորձում էր կանխել, եղավ հենց այն բանը, որ տեղի ունեցավ նրա մահից հետո։ Այս բոլոր փաստերը միասին վերցրած ստեղծում են ուժեղ կասկած, որ Արթուր Մկրտչյանի մահը ոչ թե պատահական էր, այլ նպատակաուղղված քաղաքական սպանություն, որը նպատակ ուներ վերացնել խորհրդարանական հսկողությունը եւ բացել ուղի գործադիր կենտրոնացման համար։ Այս կասկածը հիմնված է ոչ թե միայն տեսական վերլուծության վրա, այլ կոնկրետ փաստերի վրա։ Մկրտչյանի վերջին շաբաթների ճնշումները, նրա պլանավորված արտակարգ նիստը, նրա մահի ժամանակագրությունը, պաշտոնական քննության բացակայությունը
եւ այն փաստը, որ նրա մահից հետո հենց այն փոփոխությունները տեղի ունեցան, որոնք նա փորձում էր կանխել։ Այս կասկածը ավելի ուժեղանում է, երբ մենք նայում ենք հետագա տասնամյակներին եւ տեսնում, որ այն մարդիկ, ովքեր ստացան իշխանությունը Մկրտչյանի մահից հետո, պահպանեցին այդ իշխանությունը 30 տարի։ Քոչարյանը եւ Սարգսյանը դարձան Արցախի եւ Հայաստանի ամենահզոր մարդիկը, եւ նրանց իշխանությունը հիմնվում էր հենց այդ գործադիր կենտրոնացման վրա, որը սկսվեց Մկրտչյանի մահից հետո։ Այս երկարատև իշխանությունը ցույց է տալիս, որ Մկրտչյանի մահը ոչ թե պարզապես մի անհաջող դեպք էր, այլ վերածառնակետ, որը փոխեց ամբողջ քաղաքական համակարգը։ Երբ մենք խոսում ենք այս պատմության մասին, մենք պետք է նաև հիշենք այն մարդկանց, ովքեր փորձեցին բացահայտել ճշմարտությունը, բայց չկարողացան։ Որոշ Գերագույն խորհրդի անդամներ, ովքեր պահանջեցին հետաքննություն, հետագայում կորցրին իրենց պաշտոններ կամ ստիպված եղան լքել Արցախը։ Որոշ լրագրողներ, ովքեր փորձեցին հետաքննել այս դեպքը, ստացան սպառնալիքներ եւ ստիպված եղան դադարեցնել իրենց աշխատանքը։ Որոշ ականատեսներ, ովքեր գիտեին ավելին, երբեք չխոսեցին հրապարակայնորեն, քանի որ վախենում էին հետևանքներից։ Այս լռությունը, որը պահպանվեց տասնամյակներ, ցույց է տալիս, թե որքան հզոր էր այն համակարգը, որը ստեղծվեց Մկրտչյանի մահից հետո։ Այդ համակարգը ոչ միայն կառավարում էր Արցախը եւ Հայաստանը, այլ նաև հսկում էր, որ Մկրտչյանի մահի ճշմարտությունը երբեք չբացահայտվի։ Այս հսկողությունը պահպանվեց մինչև 2018, երբ այդ համակարգը վերջապես կոտրվեց։ Բայց նույնիսկ այդ համակարգի կոտրվածից հետո Մկրտչյանի մահի ճշմարտությունը դեռ մնում է թաքնված։ Պաշտոնական քննություն չի վերսկսվել, ոչ մի նոր ապացույց չի հրապարակվել, ոչ մի պատասխանատու չի բացահայտվել։ Լռությունը շարունակվում է, թեև այլ ձևով։ Նախկին իշխանությունները, թեև այլևս չեն կառավարում, դեռ ունեն բավական ազդեցություն, որպեսզի կանխեն ճշմարտության բացահայտումը։ Այս իրավիճակը հանգեցնում է մի եզրակացության, որ Արթուր Մկրտչյանի մահի ճշմարտությունը կարող է երբեք չբացահայտվել պաշտոնական քննության միջոցով։ Բայց մենք դեռ կարող ենք իմանալ ճշմարտությունը այլ միջոցներով, վերլուծելով փաստերը, լսելով ականատեսներին, ուսումնասիրելով ժամանակագրությունը եւ հարցնելով ում էր օգտակար։ Այս միջոցները կարող են չտալ նույնքան վստահելի ապացույց, որքան պաշտոնական քննությունը, բայց դրանք բավական են, որպեսզի հասկանանք, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Եվ այն, ինչ մենք հասկանում ենք, է հետևյալը. Արթուր Մկրտչյանը սպանվեց, քանի որ նա խանգարում էր այն քաղաքական փոփոխությանը, որը որոշ ուժեր ուզում էին իրականացնել։ Նա սպանվեց, քանի որ նա ներկայացնում էր խորհրդարանական համակարգը, որը պետք է վերացվեր, որպեսզի գործադիր կենտրոնացումը տեղի ունենար։ Նա սպանվեց, քանի որ նա պատրաստվում էր կատարել վճռական քայլ, որը կարող էր կանխել այդ փոփոխությունը։ Եվ նա սպանվեց այն ուժերի կողմից, ովքեր հետագայում ստացան ամբողջ իշխանությունը եւ պահպանեցին այն 30 տարի։ Այս հասկացությունը ցավալի է, բայց անհրաժեշտ։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպես է ստեղծվում քաղաքական իշխանությունը եւ ինչ գնով։ Մենք պետք է հասկանանք, որ դեմոկրատիան փխրուն է եւ որ այն կարող է խորտակվել, եթե մենք չենք պաշտպանում այն։ Մենք պետք է հասկանանք, որ քաղաքական սպանությունները ոչ թե միայն հեռավոր անցյալի բան են, այլ կարող են տեղի ունենալ նույնիսկ մեր ժամանակներում։ Եվ մենք պետք է հասկանանք, որ լռությունը եւ մոռացությունը թույլ են տալիս, որ այդ սպանությունները մնան անպատիժ։ Արթուր Մկրտչյանի պատմությունը դաս է մեզ համար, դաս այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք թույլ ենք տալիս, որ իշխանությունը հիմնվի ուժի վրա, այլ ոչ թե արդարության վրա։ Դաս այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք լռում ենք ճշմարտության դիմաց։ Դաս այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք մոռանում ենք զոհերին։ Բայց այս դասը մենք պետք է սովորենք։ Մենք պետք է հիշենք Արթուր Մկրտչյանին ոչ թե որպես պարտված քաղաքական, այլ որպես զոհ, ով զոհվեց իր սկզբունքների համար։ Մենք պետք է պատմենք նրա պատմությունը, որպեսզի հաջորդ սերունդները իմանան, թե ինչ է տեղի ունեցել։ Մենք պետք է պահանջենք ճշմարտությունը, թեև դա դժվար է։ Եվ մենք պետք է պաշտպանենք դեմոկրատիան եւ արդարությունը, որպեսզի նմանատիպ ողբերգություններ չկրկնվեն ապագայում։ Այս է Արթուր Մկրտչյանի վերջին ամիսների պատմությունը։ Պատմություն, որը լի է ցավով, բայց նաև լի է դասերով։ Պատմություն, որը մեզ հիշեցնում է, թե որքան կարևոր է պաշտպանել դեմոկրատիան, ճշմարտությունը եւ արդարությունը։ Պատմություն, որը մենք պետք է հիշենք, պետք է պատմենք եւ պետք է փոխանցենք հաջորդ սերունդներին։